րոպեներ առաջ երբ անօթաչու թռչող սարքը իրանց վրա է եկել, իր ընկերոջը նետել է գետնին եւ մեջքով պարկել իր մարմնով պահել ընկերոջը։ Այդպիսի հերոս տղաներ են։ Եվ այդ տղան մի քանի օր անց այդ դեպքից հետո անհայտ կորել է։ Իր զենքի հետ միասին, այդպես չի լինում։ Դուք հիմա ինչ աղիքներ ունեք կառավարությունից, նախ այսօրվա հետ կապված արդյոք որևէ կերպ արձագանք են գոնե այս օրով ընդունեն դեսեն, թե տեսնելով այդ շամպայնի բակալները մի փոքր այն կողմում, այդ ֆինանսների նախարարության պատշգամբում տեսնելով այդ ժպիտներով, լեցուն բակալներով, այդ բաժակներով շամպայները, ես ոչ մի կերպ հույս չունեմ, որ ոչ թե մեկ այս շենքում նստած միգուցե նաև ժպիտով են նայում, ասում են, ինչ են անում, որ բայց կապ չունի, մեր պայքարը շարունակական է լինելու, մենք չենք գնալու տուն։ Հետևաբար տղաների հարցը պետք է, ինչպես պետք է լուծվի։ Միայն ծնողները կարող են այդ հարցին։ Ոչ, ազգային ուժերի միավորում համախմբում է պետք։ Ազգային ուժերը, չգիտեմ, ընդդիմությունը պետք է համախմբվի։ Բոլորը պետք է համախմբեն եւ մենակ այստեղ գերիների եւ անհետ կորածների հարցը չի, ժողովուրդ ջան, այստեղ նաեւ մեր պետականության հարցն է, այստեղ մեր սահմանների հարցն է։ Ես նորից եմ ասում, ադրբեջանական բանակի կամավորների պարապմունքները, եթե դուք այսօր տեսնեք, ես ուղղակի ապշած եմ։ Ինչ ենք անում մենք։ Ես չեմ ուզում խոսել, թե մեր 25 օրյա վարժանքների ես իմ աչքով տեսել եմ այդ պալատկաները, որտեղ քնում են մեր կամավորականները։ Դա ուղղակի կատաստրոֆա է, կատաստրոֆա։ Երկրի եք պատասխանատուն այսօր հերոս անվանում է հարկատուին, որ խնդրեմ ինչ-որ ձևով ղեկավարություն գնահատական կտակ այս ամենին, եթե հարկատուին է հերոս համարում, ինչպես նա կարող է օրակարգում ամուր ահել հենց գերիների կամ անհետ կորածների հարցը։ Նրա ապա հայկական, ապազգային քաղաքականությունը ինձ թվում է դրանից են ճիշտ է ծնողները հիասթափված, բայց համառություն է այնուամենայնիվ պետք որ խնդրեմ հարկատուն է հերոսը մեկնաբանեք գնահատական կտակ երկրից մեկ պատասխանատու է այս արտահայտությանը։ Տեսեք, այստեղ ասելիք էլ չկա։ Մեկ նախադասությամբ փորձեմ ուղղակի ասել, որ այս իշխանության գալուց ի վեր ինչ է կատարվել։ Իրական արժեքների արժեզրկման է գնացել, իրական հերոսները, տղաները փակվել են, խոսելու համար, պայքարելու համար, երկիր ազատագրելու համար, փակվել են, իսկ այն գեներալները, ովքեր որ 44 օրյային, այսպես ասեմ, ոչ սթափ վիճակում կայացրել են սխալ որոշումներ մարտական գործողությունների հարցերում եւ այդ մարտական գործողությունների հետ կապված հրամանների արդյունքում ունեցել ենք բավականին զոհեր, այդ գեներալները ստացել են նույն այդ մարտական չստացված գործողության հաջորդ օրը ստացել են ազգային հերոս։ Կներեք, ես ուրիշ ինչ ասեմ։ Այ Ալեն Սիմոնյանն էլ ասում է, չեն կռվել, չեն պայքարել, Արցախի մասն է ճիշտ է ասում, բայց ինչպես հասկացա, անհետ կորածներ նաև Արցախում են, հա, Արցախի դիրքերը պաշտպանելիս են անհետ կորել։ Այս դրան ինչ մեկնաբանություն կտաք։ Ես 6 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, ծառայել եմ հետախուզական զորքերում եւ իմ բոլոր այն մարտական առաջադրանքներին, որոնց ես ներկա եմ եղել, որոնց մասնակցել եմ, ես չկռվող հայ զինվոր չեմ տեսել, կներեք։ Ես Սիմոնյանին առաջարկեք զինվորի տուն հաճախի, որպեսզի այնտեղ էլ ծանոթանա տղաների հետ, որ հասկանան կռվելը Ես ճիշտ ասած չգիտեմ այս իշխանության ներկայացուցիչներին ուրիշ ինչ պետք է առաջարկվի։ Կարծում եմ նրանք ծրագրավորված իրաց ծրագրով առաջ են գնում եւ մենք ինչքան էլ այդ մասին հորդորենք, ասենք, խոսենք, իրենք մեզ չեն լսելու։ Իրենք իրենց ծրագիրներ են առաջ տարում, հետեւաբար մենք էլ նորից եմ ասում, ազգային ուժերը, ընդդիմությունը, թե պարլամենտական, թե այլ ընդդիմությունը պետք է միավորվի։ Իսկ չէ կարծում նաև անհետ կորածների զինվորների ծնողների